Ստորագրել ենք 12 կետանոց պահանջ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեզ ներկայացրեց, որ այսօր միայն սոցիալական ուղղվածությանը վերաբերվող կետով կարող է մեզ հետ քննարկում կատարել եւ հստակ էր պատասխանը 40+10-ին հետդարձ ճանապարհ չկա, մշակվել է հավելյալ ինչ-որ ծրագիր, օրինակով բերեմ, որպեսզի հասկանալի լինի, եթե ընտանիքում օրինակ կա 4 անդամ եւ ընտանիքի անդամների եկամուտը մեկ շնչի հաշվով 55,000-ից ցածր է, ապա այդ ընտանիքը ստանում է ընդամենը 70,000 աջակցություն, որը բնականաբար չի լուծում որևէ խնդիր, որի մասին մենք եւս նշել ենք, ու կարծում եմ, որ արդեն պետք է խորհուրդը լայն քննարկում ձևավորի եւ որոշենք մեր հետագա անելիքները, որովհետեւ մեր պահանջը այն էր, որ 40+10-ը այլ ընտրանք չունի։ Նաեւ Սա պիտի վերջ տան։ Պիտի վերջ տան, խորհուրդը կքննարկիր, կհավաքվի, այս հարցի շուրջ նորից քննարկում ասելով ինչ է։ Քանի որ արցախցիներին շատերին հուզում է նաև այս հարցը, առիթ է բացվել, նաև հարցրել եմ, ինչու է երբ բռնի տեղահանվածը դիմում քաղաքացիություն ստանալու համար, անձնագրում նշվում Ադրբեջան, ու մեզ պատասխանեցին, որ կա ինչ-որ կառույց, որը կոչվում է ICAO, ու Ադրբեջանը դիմել է այդ կառույցին, հայտ է ներկայացրել 2015 թվականին, սակայն բռնի տեղահանումից հետո է որոշվել, որ մեր անձնագրերում պետք է նշեն Ադրբեջան, այլապես իրենք ինչ-որ խնդիրներ են ունենում, եւ դա։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն